Բարի լույս գործարալիքին միացած մեր բոլոր լսողներին եւ դիտողներին դուք միացրել եք 106 եւ 5 հաճախականությունը ուզում եմ հիշեցնել որ թվային հարթակներում եւս կարող եք դիտել ամբողջական հաղորդումը սա Թարմ ուղեղովն է իսկ Թարմ ուղեղով իմ զրուցակիցը Վիգեն Հակոբյանն է վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ բարև ձեզ ուրախ եմ որ մեր տաղավարում եք պարոն Հակոբյան երևի մենք չենք քննարկել այն հարցը թե արդյոք Հայաստանում կա քաղտեխնոլոգիայի այսպես կրթարան, դպրոց, համալսարան, որտեղ դասավանդում են, դա, որովհետև մի քիչ փակ է, չէ, այս ոլորտը, շատ բան չի խոսվում իր մասին, ընդհանրապես ոլորտը որքանով է Հայաստանում զարգացած ու մասնագետների մասով, ընդհանրապես մասնագետների մասով, երբ պահը գալիս է, մենք զգում ենք, որ չունենք մենք համապատասխան մասնագետ։ Ձեր ոլորտում ինչպես է։ Գիտեք, ես չեմ սիրում այս թեմայով խոսալ այն առումով, որ իսկապես ընդհանրապես քաղտեխնոլոգիայի ոլորտը եւ ոչ միայն քաղտեխնոլոգիայի, նաեւ իմ կարծիքով PR-ի ոլորտը դա մի քիչ փակ ոլորտ է, որովհետեւ ընդհանուր առմամբ աշխարհում քաղտեխնոլոգներին կամ նույնիսկ PR-ի ոլորտի մասնագետներին իրենք PR-ի կամ քաղտեխնոլոգիայի կարիք իրենք չունեն ընդհանրապես Եթե որևէ երկրում քաղտեխնոլոգներին դեմքով այսպես ասենք ճանաչում են շատ դեպքերում դա նշանակում է որ այդ երկրում մենտալիտետն է ստիպում որպեսզի քաղտեխնոլոգները ոչ թե քաղտեխնոլոգի մենտալիտետ այլ հասարակության մենտալիտետը կամ պատվիրատուի մենտալիտետն է ստիպում որպեսզի քաղտեխնոլոգը հայտնի լինի հանրությանը որովհետև դա բավարարում է պատվիրատուի ամբիցիաներին որ իմ գործերով օրինակ զբաղվում է այսինչ մարդը որին դուք տեսնում եք հեռուստատեսությամբ այսպես ասենք իրականում դասական առումով քաղտեխնոլոգները առանձնապես հայտնի չեն լինում հանրությանը առավելևս քաղտեխնոլոգները եթե նույնիսկ հանրությանը հայտնի են լինում կամ PR-ի մասնագետները իրենք սովորաբար իրենց պրոյեկտների մասին սովորաբար չեն բացրաձայնում ընդհանուր առմամբ այսինքն ես կարծում եմ լավ կյանքից չի որ ասենք որոշ քաղտեխնոլոգներին որպես այդպես ճանաչում են ընդհանուր առմամբ ես սա հիմա ուղղակի ռեալ կյանքից եմ ասում որովհետև եղել են դեպքեր երբ ասենք դու մասնակցում ես որևէ փակ քննարկմանը պատվիրատուի հետ կամ պատվիրատուների կոնգլոմերատի հետ ընդ որում դրանք այսպես կոչված արևմտյան կուլտուրայի կամպանիաների ներկայացուցիչներ են եւ ասենք իրենք կարող են ասել գիտեք մենք ձեզ չենք ճանաչում չենք ճանաչում եւ այլը այլ այս մեկին ճանաչում ենք այն մյուսին չենք ճանաչում եւ եղել է այդպիսի մի դեպք երբ բիզնես մի համայնքի հանդիպման ժամանակ որին ներկա էր նաեւ Միացյալ Նահանգների դեսպանատան տնտեսական կցորդը եւ այլը այսինքն նրանք ովքեր որ տնտեսությամբ են զբաղվում եւ ներկայացնում են Հայաստանում օրինակ ամերիկյան ընկերությունների շահը իրենք լսելով այդ բողոքները որ ինչու մենք ձեզ չենք ճանաչում ասենք խոսք են խնդրել եւ ասել են ես ռեալ դեպք եմ ասում են գիտեք դա նորմալ է որ դուք այսինչ մարդուն չեք ճանաչում այս դերում քաղտեխնոլոգի օրինակ դերում կամ PR-ի ավելի շուտ PR-ի դերում որովհետեւ խոսքը օրինակ տվյալ դեպքում բիզնես պրոյեկտի մասին էր որովհետեւ աշխարհում այդպիսի պրակտիկա չկա ընդհանուր Այլ հարց է որ ձեր երկրում քանի որ մի քիչ ավելի արևելյան մենտալիտետ է եւ յուրաքանչյուրը փորձում է նաեւ իր ընտանիքում հպարտանալ կամ պարծենալ նրանով որ իր գործերով զբաղվում է այսինչ մարդը որին դուք ասենք տեսնում եք հեռուստացույցով դրա համար այս մարդիկ ստիպված են լինում շատ դեպքերում հայտնի դառնալ որպեսզի ավելի շատ բիզնես նախագծեր ունենան հիմա Հայաստանում ես կարծում եմ այդ դեպքն է ավելի շատ կամ մեր դեպքում այդ դեպքն է ես համարյա չէ ռեալ պատմություն եմ պատմում թե ասենք ինչու են Հայաստանում օրինակ որոշ քաղտեխնոլոգները ավելի հայտնի մարդկանց դեմքով գիտեն ինչ վերաբերում է դպրոցին ես կարծում եմ իհարկե որոշակի քայլեր էս առումով կա ընդհանուր առմամբ բայց ավելի շատ մասնագիտացված են ընդհանուր PR-ի վրա Այսինքն որովհետև Հայաստանում իմ տպավորությամբ համարում են, որ քաղտեխնոլոգիան դա քաղաքական PR-ի մի ուղղությունն է,
կամ հենց այդ ուղղությունն է եւ համարվում է, որ եթե որևէ մի PR-ի մասնագետ կամ Հայաստանում, ինչպես ասում են, PR-շիկ ինքը մասնագիտանում է քաղաքական պրոդուկտի վրա կամ քաղաքական գործիչներով, քաղաքական որևէ ինստիտուտով զբաղվում, ապա ինքը դառնում է քաղտեխնոլոգ, այսպես ասենք։ Ես համենայն դեպս չեմ կարող պնդել, որ մեզ մոտ զարգացած քաղտեխնոլոգիայի դպրոց գոյություն ունի, գոնե այս պահի դրությամբ։ PR-ի դպրոց ինչ որ չափով կա, քաղտեխնոլոգիան, այսպես ասենք, քաղտեխնոլոգիան, այսպես ասենք, այդ PR-ի ճյուղերից մեկն է համարվում, ուղղակի այդտեղ պրոդուկտը, բուն պրոդուկտը քաղաքականությունն է կամ քաղաքական ինստիտուտները, անձերը, քաղաքական ուժերը եւ այլ եւ այլ։ Պարոն Հակոբյան, քաղտեխնոլոգիան, ընդհանրապես տեխնոլոգիաները երբ կիրառվում են, փորձենք աշխարհի մակարդակով նայել։ Կախված է թե որ երկրում ինչ մենթալիտետ կա, ինչ մշակույթ կա, թե ամեն դեպքում կան տեխնոլոգիաներ, որոնք համաշխարհային մակարդակով են կիրառելի, ու հատկապես այսօր մենք թվային դարաշրջանում ենք, այդ թվայինը բոլորի համար այսպես համընդհանուր է, չէ՞։ Արդյոք դա այսպես ընդհանուր տեխնոլոգիաներ է թելադրում։ Գիտեք, ընդհանուր առմամբ պարզ է, ինչպես ցանկացած առարկան, ինչպես ցանկացած գիտությունը կամ ինչ որ մի ոլորտը, բիզնեսի կամ գործունեության, ինքը ունի իհարկե իր բազային կանոնները ընդհանուր առմամբ, բազային կանոնները, այսինքն դու պետք է նախ նորմալ վերլուծություն անես իրավիճակի, այսինքն քաղտեխնոլոգիան կամ PR-ը դա ընդհանրապես ինչ որ գործիքների կիրառման sense բան չի, շարք չի, ալգորիթմ չի, այսինքն շատ դեպքերում հենց տենց են այդպես են չէ պատկերացնում, որ դա հիմա արդեն վերաբերում է նաև SMM-ի ոլորտին, որ SMM-ը դա ընդհանրապես ասենք ինչ որ սոցցանցում ինչ որ բան տեղադրելն է։ Դա տեղադրել չի։ Ռազմավարություն դա այո, դա մշակվում է ռազմավարություն, դրանից բխող քայլեր, action plan, թիրախներն են նախանշվում եւ այլ, այսինքն դա պլանավորված ամեն օրվա գործունեություն է, որը ունի կոնկրետ նպատակ, ինչ որ մի հարց լուծելու համար։ Հիմա այն ինչ որ վերաբերում է նրան, թե որքանով է դա ունիվերսալ, ես այդպես եմ հասկանում ձեր հարցը։ Իհարկե, որոշ բաներ նորից եմ ասում, կարող է ունիվերսալ լինել, բազային, այսինքն համամարտկային դա կարող է լինել ընդհանուր առմամբ, բայց կան բաներ, որոնք իհարկե բխում են մենտալիտետից։ Օրինակ, ասեմ ձեզ, օրինակ ես անձամբ որոշակի փորձ ունեմ, ասենք, դրսի հետ աշխատելու, դրսի պրոյեկտների հետ աշխատելու, հիմնականում քաղտեխնոլոգիայի, այլ ոչ թե բիզնես PR-ի բանում, ես օրինակ միշտ համարում եմ, որ եթե հրավիրվում են դրսի մասնագետներ Հայաստան կամ Հայաստանից դուրս տվյալ պարագայում, ապա այնուամենայնիվ պետք է ունենաս նաև գործընկերներ, որոնք հենց լոկալ հենց այդ լսարանից են, որովհետև ամեն դեպքում միշտ կա մենտալիտետային տարբերություն։ Այն ինչ որ աշխատում է, ասենք Հայաստանում, օրինակ, ինչ որ կաշխատի Հայաստանում, հենց նույն քիչ առաջ ասում ենք, չէ՞, քաղտեխնոլոգները, օրինակ Հայաստանում եթե ճանաչում են դեմքով, ասենք հայտնի է այդ մարդը, ապա օրինակ դա շատ ավելի մեծ շանսեր կա, որ ինքը կունենա հաջողություն, ասենք բիզնես նախագծերում, ասենք պատվիրատուներ կունենա եւ այլը, բայց քիչ առաջ ասում էի, օրինակ Միացյալ Նահանգներում դա նոնսենս է ընդհանրապես, որպեսզի այսինքն այնտեղ որևէ անձ, որը որ քաղտեխնոլոգիա կամ PR-ի մասնագետ է, անընդհատ հեռուստատեսությունից դուրս չի գա, այսպես ասենք, հեռուստաէկրաններից։ Հիմա ես կարծում եմ հետաքրքիր է քաղտեխնոլոգիան որքանով կապ ունի գիտեք ես հիմա մի հատ օրինակ բերեմ մի քիչ առանց իհարկե այսպես ասենք օրինակ մի քիչ վերացական որքանով է վերացական արդեն դուք կասեք օրինակ գիտեք հիմնականում շատ երկրներում շատ քաղաքակրթություններում օրինակ ընտրություններից առաջ միշտ փորձում են ցույց տալ ընտանեկան ամրությունը, ընտանիքի ամրությունը, ընտանեկան արժեքները, չէ՞, այսինքն ցույց տալով կայունություն, ցույց տալով, որ թիկունքը պինդ է եւ այլն, այդ ամեն ինչը ընդհակառակը փորձում են նույնիսկ արհեստական ցցել,
եթե նույնիսկ խնդրեմ են ունենում տանը։ Իսկ ինչու Հայաստանում հակառակը։ Հայաստանում միշտ չի հակառակը, բայց այս անգամ։ Դե հենց դա եմ ասում։ Հենց դա եմ ասում, օրինակ, պատկերացրեք, եթե հիմա մի Միացյալ Նահանգների կամ Արևմտյան ինչ-որ բան, քաղ տեխնոլոգիա այսպես այստեղ աշխատեր, չէ, իր համար դա ասենք բավականին տարօրինակ կլիներ, որ ասենք Հայաստանում ասենք ընտրություններից մի քանի ամիս առաջ, ասենք այսպեսի բանկ հայտարարություն կարվեր, որ ասենք բաժանվում են եւ այլ, որովհետեւ ակնհայտ է, չէ, որ կարող էին եւ չհայտարարել, ասենք 4 ամիս հետո հայտարարել դրա մասին, մանավանդ լեգիտիմ տեղ անհետանալու կար, հա, տվյալ դեպքում, քանի որ մենք հասկանում ենք ում մասին ենք խոսում, ասենք Չինաստանում կարելի էր գնալ շարունակել իբր սովորել եւ պատճառաբանել, քանի որ Չինաստանում են դրա համար չի երևում, բայց այստեղ այլ խնդիր փորձեցին լուծել։ Այսինքն ես ուզում եմ ասել, որ ես ուղղակի ձեր հարցին եմ պատասխանում, որ ամեն երկրում, ամեն քաղաքակրթություն նույնիսկ ասեմ, ամեն մենտալիտետային առանձնահատկություն պետք է հաշվի առնել։ Այսինքն մի բան է դու պատկերացրեք Ռուսաստանի թիրախային խմբի վրա փորձես ինչ-որ մի բան անցկացնես, հա, մի բան է, թեկուզ նույն Հայաստանում անցկացնես։ Իսկ ինչ տվեց։ Էլ արևմուտքը չեմ ասում։ Եթե հարցը նրանում է, թե ինչ հարց էին լուծում, ես իհարկե, այսպես ասեմ, չեմ կարող վստահությամբ ասել միջանձնային հարաբերությունների մասին, այսինքն այնտեղ ինչ կա, թեպետ իմ անձնական կարծիքային է, որ իրոք երևի թե այս գործողությունները այնուամենայնիվ հիմնված էին իրական այսպես ընտանեկան խնդիրների վրա, այսինքն ամենայն հավանականությամբ այդ ընտանեկան ինչ-որ խնդիրներ իրականում կային, ուղղակի այս ամեն ինչից փորձ արվեց հնարավորինս քաղաքական շոու սարքել, որպեսզի ինչ-որ հարցեր փորձեր հարթել։ Ինչ խնդիրներ էին լուծում։ Նախ եւ առաջ մի քանի անգամ ասել եմ, կարծում եմ, որ եթե նպատակ լիներ հիմա չհայտարարել դրա մասին, այսինքն սպոնտան չէր, էլի, այսպես ինչ որ մեկը ուզեց ինչ-որ բան հայտարարի առանց մյուսի համաձայնության, ապա եթե չլիներ խնդիր հիմա հայտարարելու, նորից եմ ասվեր, որ մի քիչ դիմացի, մի 4 ամիս հետո, 5 ամիս հետո դրա մասին կհայտարարվի, իսկ հիմա ասենք օրինակ Չինաստան գնա կամ մի ուրիշ տեղ։ Ես կարծում եմ, որ քանի որ տվյալ դեպքում այդ զույգի կինը նույնիսկ վարչապետի վարկանիշից ավելի ցածր վարկանիշ ուներ, որը որ ել ավելի էր նվազեցնում Նիկոլ Փաշինյանի, այսպես ասենք, իմիջի ռեյտինգային արժեքը, ես կարծում եմ փորձեցին ուղղակի այս ընտրություններից առաջ տարանջատել իրարից։ Դա ակնհայտ էր, դա ցույց էին տալիս, դա նույնիսկ մամուլի մոնիտորինգներ է, բավական է տեսնել, երբ ասենք կնոջ անուն ազգանունով ինչ-որ նյութ էր դուրս գալիս, հայտարարություն կամ ինչ-որ բան, ասենք ինչ կոմենտներ էր տա կհայտնվում կամ ինչ էր կատարվում այդ առումով, ես կարծում եմ հիմա փորձեցին, այսպես ասենք, այդ լրացուցիչ բացասական ազդեցությունը պոկել, անջատել իրարից մի կողմից, երկրորդը ենթադրում եմ, որ ստրատեգիական առումով փորձեցին վերադառնալ խեղճ վարչապետի, խեղճ Նիկոլի կերպարին, որովհետև 24 թվական, եթե մինչև 24 թվական այդ խեղճ Նիկոլի կերպարը 18-ից սկսած, այդ հիշում եք այդ տարբեր այդ ձեռները կապած, չգիտեմ ինչ, տեսքը, արտաքին տեսքը, մի քիչ փնթի եւ այլ բան, դա պահպանվում էր 24 թվականից սկսած փորձեցին ստեղծել նոր կերպար, որ ուժեղ վարչապետի կերպար, ուժեղ վարչարարի կերպար 24 թվականի հունվարից սկսվեց այդ կախիչների մուրճով, չգիտեմ, այդ շոուները, սրան են պատժում, նրան են պատժում, մի մոմենտ նույնիսկ մի պահ, եթե հիշում եք, այդ ամբողջ ուժային բլոկը փոխվեց, ղեկավարներին փոխեց, պատճառաբանելով, որ իրենք, այսպես ասենք, նախկինների ունեցվածքը հետ չեն բերում եւ այլը։ Այսինքն փորձ արվեց ցույց տալ ով է տանը տերը, այսինքն ուժեղ վարչապետի, բայց կյանքը ցույց տվեց, որ դա առանձնապես լուրջ ազդեցություն
հասարակական տրամադրությունների վրա չէր բերում, դե հետագայում նաև այլ բաներ, հենարկներ փորձեցին անել, այսինքն հիշում եք Հեծանիվ բանը ձվածեղ ընդհակառակ հիշում եք այն ժամանակ հենց ընտանեկան իդիլիաներ բանի մեջ, տրենդի մեջ, հետո այս թմբուկներ եւ այլ ամեն ինչ փորձեցին անել, որպեսզի ինչ որ չափով հետաքրքիր դառնան նախ եւ առաջ երիտասարդ լսարանի համար, 18-ից 35 տարեկանի համար, բայց իսկ ինչ է դարձնում արկամյուս ուժերը, պարոն Հակոբյան, որոնք գնում են դեպի հաղթանակ, այսպես ասենք, լավ կամ դեպի ազգային ժողով, այդ ընտանեկան կերպարները չեն ստեղծում։ Այս պահի դրությամբ, եթե մենք նայենք, դա միայն ստեղծել կամ քանդել է այս վարչապետի թեկնածուն, այս պահի դրությամբ իշխանության եղած վարչապետը, մնացածների մասով կարծես թե դա չի արվում։ Դե գիտեք, ընդհանուր առմամբ, եթե մենք հիմա վերցնում ենք այն ուժերին, այն հիմնական ուժերին, որոնք կենտրոնացված են արդեն արկա այն 4 հիմնական մեծ ֆորմատներում, ապա դեռևս ինչպես ռուսներն են ասում, еще не вечер, այսինքն ընդհանրապես նախընտրական արշավի ժամանակ, նախընտրական այսպես են պալիտրայում գործիքների միշտ էլ ընտանիքը այս կամ այն չափով ներկա է լինում, այս կամ այն չափով լինում է, օրինակ նույն միասնության թևերը հիմնականում Թաթոյանի գլխավորած հենց թիմը մի քանի ես տեսել եմ, օրինակ Վալենտինի օրվա կապակցությամբ մի քանի այդպիսի տեսահոլովակներ եղել են, այսպես ընդհուպ միջև սիրո պատմություն, ասենք իրենց լիդերների, իրենք պատմում էին ինչպես են հանդիպել իրենց, ասենք կնոջ հետ, կողակիցի հետ եւ այլ, այսինքն արդեն եղել է, այսինքն այս առումով, եթե նայեք նման պերիոդ կոնկրետ ես հիմա հիշեցի Վալենտինի օրվա կապակցությամբ, ես կարծում եմ դեռևս դա արժևում է ընդհանուր առմամբ նկարներ բուկլետներում ընտանիքի հետ եւ այլը ժամանակի հարց է, ես համոզված եմ դա ժամանակի հարց է, իհարկե յուրաքանչյուրը իր մի քիչ էլ թե դաստիարակությունից, շատ դեպքերում, թե որոշակի պատկերացումներից, մենտալիտետային առանձնահատկություններից ելնելով է նաև շարժվելու, այսինքն դոզայի հարցն է, դոզան կլինի այսքան, ինչքան մենք վերջի օրերին տեսանք տվյալ դեպքում իշխանության ղեկավարի պարագայում, թե այլ ձևի կլինի։ Պարոն Հակոբյան, Նիկոլ Փաշինյանի թիմի ներկուսակցական ընտրությունների Եվ ամեն մեկը չի ուզում, ասեմ ձեզ, իր ընտանիքը դարձնել նաև թիրախ։ Այո, եւ հաճախ չեն ցանկանում դա անել քաղաքական դաշտում։ Այստեղ էլ օրինակ տարբեր կուլտուրայի հարց է, այսինքն տեսեք արևմուտքում դա ավելի շատ ընդունված է, նույնիսկ հաշվի առնելով որ կարող են թիրախավորված լինել, մեր մենտալիտետը, որը որ Կովկասյան է կամ մի քիչ ավելի արևելյան է, մի քիչ ավելի զուսպ է այս ամեն ինչը, շատերը փորձում են իրենց ընտանիքի անդամներին զերծ պահել հնարավոր թիրախավորումից։ Կանանց էլ, երեխաներին էլ։ Դա օրինակ տվյալ դեպքում նույն վարչապետին չի վերաբերում, վարչապետի ընտանիքին 18 թվականից սկսած իրենք ամբողջ, այսպես ասենք, թափով բոլորով ներգրաված են եղել բոլոր process-ներին, եթե հիշում եք, առաջի անգամ օրինակ ես հիշում եմ իրենց ավագ դուստրը նույն երբ Վանեցյան Արտուրի հետ օրինակ բանի մեջ էին մտել, դիսկուսիայի մեջ էին մտել սոցիալական ցանցում օրինակ նույն ես նույնիսկ հիշում եմ Արտուրը Վանեցյան ինչ պատասխանեց։ Չէ, հիշում։ Պատասխանեց անունով ասեց, գիտես ինչ բան է, սա բանը մեծերի գործն է, այս դրա հետ գործ չունես եւ այլ, այսինքն արդեն սկսվեց այդ, եթե ցանկացած մարդ, եթե ինքը իր ընտանիքի անդամներին ներգրավում է քաղաքական պայքարում, ինքը պետք է պատրաստ լինի, որ նրանք դառնալու են թիրախ։ Լեգիտիմ թիրախ ընդ որում, այո։ Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը ներկուսակցական ընտրությունների պատրաստվելով եւ փորձում են ցույց տալ, որ իրենք հնարավորին թափանցիկ են դա անում, ինչը ժողովրդավարության մի մաս է կազմում, եւ դրան զուգահեռ մենք տեսանք, թե ինչպես էին կարկանդակ ուտում, ինչպես էին եգիպտացորեն ուտում, եկեք մենք ավելի այսպես հայեցի բառերը օգտագործենք տարբերակները, իհարկե հանրության մի մասը հասկանում է եւ փորձում է վերլուծել, թե ինչ է թաքնված դրա տակ,
տակ դուք ինչ եք տեսնում։ Դրա տակ թաքնված է կեղծ ուրեմն մեսիջ հանրությանը, որը ամեն ինչ վերահսկողության տակ է։ Այն աստիճան է վերահսկողության տակ, այսինքն դուք հիշում եք դա երբ եղավ, երբ սկսվեց ըստ էության Ամերիկա-Իսրայել, Իրան հակամարտությունը, պատերազմը, ուղղակի, ընդ որում շատ կոշտ պատերազմը, բավականին մեծ արյունահեղություն։ Ու այդ ֆոնին են ինչ։ Ու այդ ֆոնին ըստ էության դա ցուցադրական ելույթներ էր, այդ կարկանդակներ կլինի, թե եգիպտացորեն կարկանդակներով սկսվեց, այսինքն իրենք ուզում էին ցույց տան, որ ամեն ինչ այնքան վերահսկողություն տակ է, այնքան կանխատեսելի է իրենց համար, որ իրենք, այսպես ասենք, կարող են իրենց թույլ տալ նման պահվածք ընդհանուր առմամբ, բայց թե պարզապես չեզոքություն պահելու։ Գիտեք, դա չեզոքությունը ընդհանրապես որևէ մեկը իրենցից ես կարծում եմ չերել ակնկալում կամ պահանջում, որպեսզի իրենք որևէ մի կողմ, որևէ մի, ասենք, մակամարտող կողմից խոսեին կամ լինեին ընդհանրապես, դա ընդհանրապես բանը նոնսենս կլիներ առհասարակ, եթե Հայաստանի պես երկիրը Հայաստանի պես ռեսուրսային երկիրը, ավելի շուտ առանց ռեսուրսների երկիրը հանկարծ լիներ ինչ որ մեկի կողմ ընդհանրապես, այսինքն աշխարհում երևի թե 3-4-5 երկիր ինչ որ ձևով մինչև հիմա էլ ինչ որ բան են տալիս, իրենց կողմնորոշումը բացահայտում են, այսինքն իրենցից որևէ մեկը դրա մասին չերել, մենք չենք ակնկալում, որ որևէ բան պետք է ասվեր, ընդհակառակը, եթե ինչ որ մի բան ասվեր, երևի թե կպահանջեինք, որպեսզի ընդհանրապես չխոսեն որևէ բանի մասին, բայց ես ձեզ ասեմ, գուցե կես կատակ եմ ասում, բայց գուցե ավելի լավ է, որ իրենք, ես ասեմ հենց իրենց ասածով, հա, որովհետև հենց դա են օգտագործում, պերաշկի էին ուտում այդ օրը, որովհետև ավելի լավ է պերաշկի ուտեն, քան ինչ որ մի բան անեն առհասարակ, որ դա ավելի քիչ վտանգավոր է եւ ավելի քիչ վնաս է բերում Հայաստանին եւ հայ ժողովրդին առհասարակ, եթե իրենք ընդհանրապես պերաշկի են ուտում, բայց բանում զուտ այդ մեսեջի իմաստը նա է, որ ամեն ինչ վերահսկելի է եւ այլն, ավելին ձեզ ասեմ, իսկ այստեղ մեսեջ չկար, պարոն Հակոբյան, որ մենք ձեզնից ենք, մենք էլ ենք ամեն օր պերաշկի ուտում, եթե հարկ է լինում ընդմիջումներին։ Դա էլ է, բայց այդ օրվա գլխավոր մեսեջը, այդ օրվա այնուամենայնիվ, տեսեք, ինք կա գլխավոր մեսեջ եւ կան այսպես ածանցյալ մեսեջներ, գլխավոր մեսեջը ամեն ինչ վերահսկողության տակ է, ամեն ինչ, այսպես ասենք, մենք այնքան վստահ ենք ամեն ինչում, որ մենք պերաշկի ուտելով ենք ման գալի, ճիշտ ասած, եթե իրենք այսպես կարկանդակ չուտեին, խորոված ուտեին կամ, չգիտեմ, մի ուրիշ բան ուտեին, միևնույնն է մեսեջը նույնն էր լինելու, այսինքն իրենք հանգիստ ուտում են ինչ-որ մի բան։ Իրենք ուղղակի դա ցցում են։ Մի կրակոցով երկու նապաստակ, երեք նապաստակ։ Գիտեք, ասել, որ մենք ձեզնից ենք, մենք ձեզ նման ենք, դա նույնպես իրենց հին խաղացանկից է, հին ռեպերտուարից է, ընդհանուր առմամբ, բայց դա ծիծաղելի է հնչում, եթե հաշվի առնենք, որ այդ պերաշկի ուտողներից երկրորդը, այդ նույն օրը երեկոյան, ասենք, Դվին Music Hall-ում երևի թե հսկայական ծախսեր էր անում այսպես կոչված նշանդրեքի իր արարողության ժամանակ, այսինքն պերաշկի ուտողը նույն երեկոն Դվին Music Hall-ում, այսպես գեր ծախսատար միջոցառում էր իրականացնում։ Բայց հերքեց դա։ Դե հերքեց որն է, մենք բոլորս մոտորապես մենք բոլորս Երևանում ենք ապրում, մենք բոլորս գիտենք ինչ է նշանակում, ասենք, ինչ միջոցառում որտեղ անցկացնել եւ ինչ ծախսեր է դա պահանջում։ Հերքում է թո հերքի։ Մենք կպնդենք, որ իր հերքումը աղերս չունի իրականության հետ, այդ անձնավորության։ Այո, ինքը բանը, ընդհանրապես դրանց ասածը վերջին ինստանցիայում ճշմարտություն երբեք չի եղել, եթե չասեմ ընդհակառակը։ Այմա մենք խոսում էինք այդ բաժանման բանի շուրջ, շոուի շուրջ, տեսեք 2-3 օրվա ընդամենը կյանք ունեցավ այդ ամեն ինչը, որովհետև ի սկզբանե չկար հավատ, որ այստեղ ամեն ինչը բանի մեջ է, ճշմարտություն է, այլ ոչ թե քաղաքական հերթական շոուն, որովհետև իրենց ապրած կյանքով եւ իշխանության տարիներին վարկագիծը մարդկանց մոտ որևէ հավատ չի ներշնչել նույնիսկ դրա նկատմամբ, այսինքն թեպետ նորից եմ ասում, ես օրինակ կարծում եմ, որ տակը իրականություն կա, հիմք կա։ Պարոն Հակոբյան,
փորձենք համեմատել 21 թվականի նախընտրական փուլը եւ հիմա ինչ նմանություններ ու տարբերություններ եք տեսնում։ Ես կարծում եմ, որ հիմա ամեն դեպքում ընդդիմության վարքագիծը, ընդդիմության շանսերը շատ ավելի լավն են, որովհետեւ ընդդիմությունը փորձում է առաջինը չփոշիացնել ձայները, այսինքն հիմնական խաղացողները, որոնք կարող են ինչ-ինչ տոկոսներ վերցնել, բայց եթե կա վտանգ, որ այդ տոկոսները չեն բավարարելու, որպեսզի հայտնվեն խորհրդարանում, իրենք բոլորը կարծես թե կարողացել են որոշակի իրենց հետ կոմպրոմիսի գալ, իրենց ամբիցիաները զսպել եւ տեղավորվել ավելի խոշոր կոնգլոմերատներում, ավելի ռեսուրսային ուժերի հետ միասին։ Այսինքն դրանով է պայմանավորված, որ հիմա այսպես կոչված ուժեր, որոնք կարող են փոշիացնել ձայները, բավականին քիչ են հիմա, դեռ արդեն մնացել, այսպես ասենք, ասպարեզում, կարծում եմ, որ մոտակա օրերին նրանք էլ այսպես կգտնեն այն հանգրվանները, որտեղ կտեղավորվեն եւ կմասնակցեն ընտրություններին։ Սա շատ կարեւոր է, որովհետեւ եթե չեմ սխալվում, 21 թվականին մոտորապես 20-ից ավել տոկոս փոշիացվել էր եւ սովորաբար դա ամենաշատը դրանից օգտվում է այն քաղաքական ուժը, որը ամենաշատն է ձայն հավաքում եւ իշխանության օրինակ այդ 54%-ը, որ արկա էր ընտրություններից, հենց դրա հաշվին էր շատ դեպքերում, որովհետեւ իրենք պարզ մեծամասնություն չէին հավաքել 50+1։ Դա մեկ, երկրորդը առանձնահատկությունը 21-ի տարբերություն 21 թվականի այնուամենայնիվ մեր հասարակությունը այն դեպրեսիոն վիճակից մի քիչ դուրս է եկել առհասարակ, այսինքն այդ դեպրեսիան, որը հիմնված էր ընդհանուր վախի վրա, որ երբ Բայրակտար անունը լսում էին, այսպես ասենք, բոլորը բան էին լնում, թաքնվում էին կամ բոլորին այլևս ոչինչ չէր հետաքրքրում, անվտանգություն կլինի, երկիր կլինի եւ այլն։ Հիմա ավելի այսպես հանգիստ եւ սթափ մտածող զանգված այնուամենայնիվ կա կամ վերադարձել է այդ սթափությունը որոշ մարդկանց մոտ։ Իշխանության ռեյտինգը բնականաբար շատ ավելի ցածր է, որովհետեւ եթե 21 թվականին այդ իշխանությունը այսպես ասենք առաջարկում էր խաղաղություն, ասում էր ամենավատը արդեն անցել է, միայն մենք կարանք խաղաղություն առաջարկել ընդհանրապես։ Այսօր ազգային ժողովում ամսի 5-ն է, որ մենք տեսաձայնագրում ենք, Ռուբեն Ռուբինյանը ելույթի մեջ նշում է, որ դուք ազգային ժողովի դիմադիր ուժեր, պատերազմի կուսակցություն եք, եւ այս խոսույթ խաղաղության կուսակցություն, պատերազմի կուսակցություն շատ է շահարկվում, հարգելի ժողովուրդ, եթե դուք գնաք ընտրեք իրենց, դուք ընտրում եք պատերազմը։ Ես չեմ ասում, որ դուք եկեք մեզ ընտրեք, որովհետև մենք խաղաղության կուսակցությունն ենք, բայց իրենց այլընտրանքը մենք ենք։ Դա մենք տեսել ենք նաև 21 թվականին, չէ, երբ այլընտրանքի հարցեր էստեղ, այսինքն ովքեր չէին ուզում ընտրել ընդդիմությանը, ընտրում էին իշխանությանը, որովհետև նախկինների վերադարձի հարց կար։ Հիմա էլ այդ նույն հարցը։ Հիմա նախկինների վերադարձի այդ նարատիվը ինքը այլևս նույն ուժով չի աշխատում, որովհետև այնուամենայնիվ կան ուժեր հիմա արդեն, բացի դեռևս գործող տիտուլային ընդդիմությունից, տիտուլայինից նկատի ունեմ խորհրդարանական ընդդիմությունից, կան եւս առնվազն երկու խոշոր միավորում խաղացողներ, որոնք ընդհակառակը հավակնում են այսպես պայմանական ասած երրորդ ուժի դերին, այսինքն իրենք առաջարկում են նրանց, ովքեր որ ոչ նախկիններ, ոչ ներկաներ են ուզում իրենց ծառայությունները, այսինքն իրենք ակնհայտորեն, ուղղակիորեն գոնե չես կարող իրենց կապել ոչ նախկինների հետ, ոչ առավելևս ներկաների հետ։ Խոսքը վերաբերվում է ուժեղ Հայաստան կուսակցությանը, մեր ձևովի վրա հիմնված Սամվել Կարապետյանի օրինակ եւ միասնության թևեր այդ միավորմանը, այսինքն այն մարդիկ, ովքեր որ մնացել են։ Բայց իրենք նախկինների հետ կապվում են այն իմաստով, որովհետև ընկալվում են ռուսամետ ուժ։ Գիտեք, ընկալումներ կան ռուսամետ նախկինների հետ կապել միայն ռուսամետությամբ մի քիչ դժվար է, որովհետև
եթե նախկինների մեջ մտնում է օրինակ նաև Սերժ Սարգսյանը, Սերժ Սարգսյանին է շատ դեպքերում գիտեք մեղադրում էին, որ ինքը այսպես ասենք բաներ անում, բալանսավորված էր փորձում խաղալ, ասենք նույն սեպան ստորագրվել էր նրա օրոք եւ այլ, այսինքն այդպես միանշանակ չի, որ նախկիններ նշանակում է անպայման ընկալման մեջ եմ ասում, որպես ռուսամետ այս առումով։ Էլ չեմ ասում, որ օրինակ ես մի քիչ դժվարությամբ եմ պատկերացնում, որ ասենք միասնության թևերը, ասենք Թաթոյանը ուղղակիորեն դա ռուսամետ է, ռուսամետության հետ է առնչվում, ես կարծում եմ նույնիսկ հակառակը շատ-շատերի մոտ այն կարծիքն է, որ դա ավելի շատ արևմտյան կողմնորոշման ուժ է, այսինքն այստեղ էլ միանշանակ չէ։ Ես չեմ կարծում անկեղծորեն ասած, որ այս ընտրությունների հիմնական նարատիվը, հիմնական լինելու է աշխարհաքաղաքականը։ Նախ եւ առաջ առաջինը լինելու է Նիկոլ Հականիկոլ, որոշ մեր քաղաքական գործիչներ ասում են Հայաստան թե Արևմտյան Ադրբեջան, այսինքն այդ բանը ընտրությունը դրա մեջ է լինելու, ըստ ճշմարտություն կա, որովհետև դա քաղաքակրթական իսկապես ընտրություն է լինելու, որովհետև դա գոյաբանական է Հայաստանի համար լինելու, իսկապես Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև է ընտրությունը լինելու այս առումով։ Եվ այս պարագայում, երբ որ դուք ասում եք այսօրվա իշխանության ներկայացուցիչները էլի շարքում են, ովքեր որ մեզ չեն ընտրելու, ուրեմն պատերազմ են ընտրելու կամ նրանք պատերազմ են ուզում, ես կարծում եմ, որ պարզ է, որ այդ նարատիվը փորձել են օգտագործել, բայց հենց կյանքն էլ ցույց է տալիս, որ այն խաղաղությունը, որը կոչվում է խաղաղություն, ինքը կենսունակ չէ։ Ինչով, որովհետև հենց նույն Ադրբեջանը շատ հստակ ցույց է տալիս իր նպատակներից ելնելով, իր ներքին լսարանի եւ արտաքին պարտներներին այդ մեսեջը ուղարկելով, որ սա ընդամենը խաղաղադադար է, այսինքն հրադադար է ընդամենը, որովհետև նրանից հետո իրենք ասում են ինչ են ուզում։ Արևմտյան Ադրբեջանն են ուզում, իրենք շատ հստակ ասում են, ինչ պայմաններ են դնում, սահմանադրություն պետք է փոխվի, 350,000 ադրբեջանցիներ պետք է վերադառնան, իրենք շատ հստակ ասում է Ալիևը, հայերը չպետք է վախենան ոչինչ, որովհետև մենք տանկերով չեն գալու, մենք գալու ենք մեքենաներով են գալու, այսինքն գալու են առհասարակ, սա խաղաղություն չի, սա ընդամենը հրադադար է եւ ամեն ինչ արվում է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը վերընտրվի այս առումով։ Ինչ վերաբերում է անդիմությանը, ապա անդիմությունը իսկապես պետք է ամեն դեպքում պետք է ներկայացնի իր անվտանգության կոնցեպտը, անդիմության ընդ որում բոլոր թևերը։ Մենք հիմա որ անդիմություն ենք ասում, անդիմությունը դա չհասկանանք էլի միայն խորհրդարանական է։ Այո, դա վերաբերում է բոլոր անդիմադիր ուժերին, որոնք մասնակցելու են այս պայդրությամբ առնվազն նորից եմ ասում 4 խոշոր միավոր կա։ Իրենք շատ հստակ պետք է ներկայացնեն իրենց ալտերնատիվ ծրագիրը, ինչը նշանակում անվտանգություն։ Ես չեմ կարծում, որ որևէ քաղաքական ուժ է լինելու, որը այսօր ասել է, որ մեր նպատակը պատերազմներն է, որովհետև նույնիսկ շատ մեծ ցանկության դեպքում դա չեմ կարծում, որ այսօր ռեսուրսային առումով հնարավոր է, այսինքն բոլորը պետք է շատ հստակ բացատրեն, որ իրենց նպատակը խաղաղությունն է, ուղղակի խաղաղությունն էլ տարբեր երանգներ ունի։ Կա այսպիսի խաղաղություն, որի մասին մենք հիմա խոսում ենք, որը որ ըստ էության կապիտուլյացիայի եւ արժանապատիվ խաղաղություն։ Եվ կա այլ խաղաղություն, ես չգիտեմ արժանապատիվ խաղաղությունը որն է։ Եթե ասում են արժանապատիվ խաղաղություն նույն ընդդիմությունը, երևի թե պետք է բացատրի յուրաքանչյուրը արժանապատվության այդ կարմիր գծերը որն են առհասարակ այդ արժանապատիվ խաղաղության։ Շնորհակալություն, պարոն Հակոբյան։ Ես եմ շնորհակալ։ Թարմ ուղեղով զրույցներ, իսկ իմ զրուցակիցը Վիգեն Հակոբյանն էր, վերլուծաբան եւ քաղտեխնոլոգ, իսկ ձեզ համար աշխատեց Մոնիկա Մամյանը։ Շարունակեք հետևել Գործարարիքին, կհանդիպենք։